Զոն նայողների հետ կապված իհարկե քրեակատվական հիմնարկներում միշտ եղել է այս մշակույթը, սակայն վերջին տարիներին դա կփաստեն մարդիկ, ովքեր որ փորձագիտական աշխատանք են նաև իրականացնում, համապատասխան կամ վերահսկման աշխատանքեր իրականացնում, օրինակ դատախազական համակարգը, ՄԻՊ-ը, դիտորդական խումբը, խնդրում եմ նայեք իրենց տրված հաշվետվությունները եւ կտեսնեք, որ մենք տարեցտարի քրեական մշակույթի հետ կապված շատ լուրջ հաջողություններ ունենք։ Այսինքն խոսել նրա մասին, որ քրեական ենթամշակույթը կա։ Իսպար վերացել է։ Ոչ, իհարկե իսպար չի վերացել։ Ես ձեզ հակադարձ հարց տամ։ Մեր հասարակության մեջ իսպար վերացել է քրեական ենթամշակույթը։ Պարզապես ինքը որևէ լծակ չունի, ես ինչ կանոնով գիտեմ, լրագրող է եւ չի կարող դրա դեմ բացի հրապարակումները պայքարել։ Դուք պաշտոնյա եք, դիտին։ Շատ լավ, մենք քրեակատվական հիմնարկներում ունենք բոլոր այն երևույթները հասարակության մեջ, բոլոր այն երևույթները, որոնք մենք ունենք իրականում հասարակության մեջ։ Այսինքն մեր հասարակության մեջ բոլոր շերտերով, բոլոր խնդիրները ավելի վառ եւ ավելի խտացված տարբերակով մենք ունենք քրեակապետություն եւ ինստիտուտներ, բանակում դեպքերում ասում են հասարակությունից, բանկերում ասում են հասարակությունից։ Վերջի շրջանում քրեական ենթամշակույթի հետ կապված ինչ հրապարակում ա եղել, եկեք ավելի առարկայական խոսենք։ Քրեական ենթամշակույթի ազդեցության հետ կապված ինչ հրապարակում ա եղել, ինչ խնդիր ա բարձրացվել։ Եկեք ավելի ես ձեզ հարցնեմ, որպեսզի նաեւ Նուբարաշենում, որ ասեցին Նուբարաշենում այդ լրատվական միջոցների կողմից իրականում բնորոշված ծեծի հետ կապված, որը որ եղել է կոնֆլիկտային իրավիճակ եւ դրա հետ կապված ծառայական քննություն նշանակվել, հանգամանքները կպարզվեն եւ դա աշխատակիցների միջև տեղի ունեցող կոնֆլիկտային իրավիճակ է եղել, որը ծեծ է եղել թե չէ, մենք հետագայում մեր ուսումնասիրությունների արդյունքում կպարզենք, բայց դա քանի ամիսի անց որ ծեծի մասին է խոսում։ Ոչ ասեցին ինչ-որ նաև որպես բողոքի ակցիա Նուբարաշենի ցմահների հետ կապվածն եք ասում։ Ցմահների հետ կապվածը իհարկե քրեական վարույթ նախաձեռնվել է եւ դա ինչպես որ մենք իրականում նշել ենք, մենք խոսք ունենք ոչ թե ծեծի, այլ համաչափ ուժի կիրառման հետ։